Տասնամյակներ շարունակ գյուղական ակումբի երկու պարի խմբակներ ղեկավարած Անիկ տատի երգացանկից մինչև հիմա անպակաս են սիրո ու գեղեցիկի մասին երգերը։ Սիրուներ մեկն եղանա, որ ես իմ յարին եմ գովում, դուք իմ դարդը չեք իմանում, էլի յարիս եմ գովում, էլի փերուս եմ գովում, սիրունի յարիս եմ գովում։ Դե ոնց չգովա յարին, երբ կյանքի ընթացքում մի թթու խոսք էլ չի լսել սիրելիից, թեև արդարության համար պետք է ասել, որ միասին երկարել չեն ապրել, շաբաթ-կիրակիներն էլ գումարած ընդամենը մի քանի տարի։ Անիչկա տատի քաղցր լեզուն, բայց հատկապես քաղցր ձայնը բալասան չեղան ամուսնու քար սրտին ու առանձնապես դեր չխաղացին։ Չար ջադուի հազար ու մի գիր բանեցրին, խապկան կարին, ոչ մի չար խափանգիր չօգնեց ու ամուսնուն ձեռքից տարան, ուղիղ 40 տարով։ Գնաց Վրաստան Ազիզչան, ընդեղ աշխատեր Վրաստանում, ինքը սվարչիկել էր, բարի դասատու էր Ազիզ, դհոլչել էր, ընդի գրավեցին մի չխրափիխո, սկի թքիլ էլ չէր նրա վրա, թե ոնց էր բան արել, գրավել դրան 40 տարի ընդեղ մնաց, բայց գեր, շաբաթ-կիրակիները գեր, բոլորովին հնազանդ ձևով մի հատ ասել չեմ ամոթ քեզ, ասած չեմ Ազիզչան, հնազանդ ձևով էլի ոնց պետք է հենց արել եմ Ազիզչան, այդ Նալբանդ գյուղերից էր, Վրաստաներ ապրեմ, ռեստորաններ եմ ուտեր խմեր գեր, շնթրեր հենց թավոր անդեր էր։ Իսկ սիրահարությունն ու ամուսնությունն էլ մի իսկական հնդկական կինոյի պատմություն է, դաժան ու որբի մանկություն է ունեցել։ Հայրական սիրո պակասից չի չարացել, Անիչկան ամբողջ կյանքում փորձել է լրացնել այդ պակասը սեր տալով ու սեր ստանալով բոլորից։ Հայրը պատերազմում է զոհվել, չիմանալով, որ դուստր է ունենալու։ Մայրը նորից ամուսնացել է նաև ավագ քույրը, տանը մենակ չթողնելու նպատակով քույրն էլ իր հետ ամուսնու տուն է տարել նաև իրեն։ Դպրոց գնի գյար, գեի քրոջս տուն այդտեղ մնեի, դե հատեքրներ ունեն բան, ուզեն ինձ էլ տեքուրմա ուզեն ասեն խելացի խելոք լավ աղջկա, խիթողանք ուրիշն ուզի, փախա Ազիզ գյար, էլ չմնացի դե, որ չի կարելի էլի, իմ քեզ ընդի ամուսնացել է ես, նրան տեքրակն ունեմ, չէ, դուրս չեկա։ Երբ հասկացավ, որ բանը բանից անցել է և զոռով կամ կամով քրոջ տեքրը իր նպատակին հասնելու է, փախավ ագարակ, մոր ու մոր ամուսնու տուն։ Այստեղ ագարակում էլ հերացուի հարկի տակ գտավ կյանքի սիրուն։ Բոյբուսաթով, կապուտաչյա դհոլահար գյուղի հարսնացուների աչքը վրան փեսացու ուներ Անիչկան։ Տասնյակ ուզողների մեջից հենց դհոլչի տղային կպավ սիրտը, որ ինչպես ասում են արատ ուներ, բայց դա էլ չփոխեց Անիկի միտքը։ 3 տարի սիրել ենք իրար Ազիզչան, հետո ոչ մեկը չէր տալի, ինքը կապսուլ էր տրաքացրել, ես մատերը չկար մի ձեռի, հերս հերացուսել ասավ, աղջիկ ջանը, տենց վարդի պես քեզ պահել ենք, գնասին վալտի ուզես, ասի ոչինչ, սիրում եմ պապա ջան, տենց էլ Ազիզ չտվին փախա Ազիզ ջան, չեմ էլ փոշմանել Ազիզ ջան, լավ կեսուր ունեի, լավ պատրոն ունեի Ազիզ ջան, տարավ կինո, իրար հետ կինո նստեցինք, կինոից հետո որ գեինք, նո ձեռս բռնեց ուստի, բերվեց տուն, տենց է եղել, հասի բա որ իմանան բան, աբիդնի այլի, որ փախել եմ ես, դե բա եկանք ասում ուզել 2-3 անգամ ընչի չտվին, միլ սիրասներ ենք, սենց եմ ուզում, ինչ անեմ Ազիզ ջան, энэ տատի ֆոտերը դնեի, լվանեի, դնեի գոքիս, եղունգները կտրեի, բանանեի, շատ սերով Ազիզ, հարգանքով հարս եմ եղել։ Ճիշտ է խանդոտ էր, բայց սիրում էր Անիչկայի անուշ ձայնը լսել։ Հաճախ էր լինում, որ գյուղական խնջույքների գեղարվեստական մասի մասնակիցն էր, բայց աչքի ծայրով հետևում էր, որ հանկարծ մեկն ու մեկը թարս աչքով չնայի իր սոխակին։ Ակոշկովը նայեր բանաներ, որ ես երգեի, ասեր ջան, ձենիդ մատաղ, տենց ինձ սիրեր էլի Ազիզ շատ, իսրտանց։ Ինքը դոլ չէր, ես էլ երգող բարող աղջիկ էի, սիրուն մազերը սստյանս հետ բան,
հիմար եմ էլի թեխ եմ կտրիլ չտեմ էլ խոսք եմ տվել, երկարացնեմ էլի սենց թող որ խորին ծերության մեջ էլ բան մազերս սեհպանով մինալի բագաղով մինալի էլի ասիս հա սա ամուսնուս խանդեին բանանեին ասեին ես սիրեի խիտարար բան տենց կռվի մեջեր ընգնեմ բաներ անեմ թե ասել կտարատեն ձեզ շա մի կտորին ձերտակ տենց խանդոտ մարդ էր ասես հա հարսանիքներ եմ բանում ինքը զակաստեր ես երկեի ասես Բայց թե եղավ են ինչ եղավ Անիչկայի ձեռից տարան իր կապուտաչյա հերոսին, բայց մեկը ինչքան էլ դավաճանված էր ու արվեստասեր նուրբ հոգին վիրավոր, Անիկ տատը մի դառը խոսք չի ասել ամուսնուն, չէ որ երդում էր կերել, որ հնազանդ է լինելու, որ սիրելու է, ու այդպես երբեք էլ իր երդումը չդրժեց տատը, անգամ երբ ամուսինը թողել գնացել էր ինքը Անիկը էլի հավանողներ ու ուզողներ ուներ։ 4 երեխա ունեի, ինքը բանակ էր գնացել եկել ասավ Ինքան ես քեզ սիրում եմ, 4 երեխան էլ հետս տանել տեմ։ Ասի ուզում ես ստի մորթի, իրան ուրեմն տենց բան չլի։ Ասի չի կարելի, քու մտքումն ես սիրել, ինչ ես արել, ոնց ես արել, ինչ ես արտահայտվել։ Ինձ կարտահայտվեի, ես էլ քեզ կուզեի։ Հիմա ամուսնությունից հետո անհարմար չի 4 երեխան գրկեմ ես, թե քո հետ փախչեմ եմ, հա, տենց բան կլինի, չէ, ամոթ ասի։ Ես կյանքամ տենց հիմար բան չեմ անի։ Ինչպես հունական լեգենդի հերոս Պենելոպան 20 տարի մերժեց բոլոր ամուսնական առաջարկներն ու սպասեց Բոդիսևսին, Անիչկան դրա կրկնակին սպասեց ուղիղ 40 տարի։ Խանդոտ ամուսինը 40 տարվա բացակայությունից հետո Բոդիսևսի նման վերադարձավ հիվանդ ու անօգնական։ Գյուղի նախկին սրտակերից բան չէր մնացել, բայց Պենելոպայի նման Անիկ տատը ներեց 40 տարվա վիրավորանքն անցյալում էր, նա հաղթել էր այս կերպ։ Ոչ միայն ներեց, այլ նաև նրա վերջին ցանկությունը կատարեց, ատամները սեղմեց, չտեսնելու տվեց ու իր տանը հյուրընկալեց նաև ամուսնու սիրուհուն, պահեց, ուտացրեց, խմացրեց, վերջում էլ նվերներով ետ ճանապարհեց։ Ինքն ասավ թող այդ կնիկը գա էլի, գատենա ու գնալտի։ Էնելի կովազից ջան, ոնց որ բան դրած, 15 օր մնաց, 15-րդ օրը ամուսինս մահացավ։ Թաղում բանել արեցինք գներ ոչ էլի։ Սիրուհին։ Հա, թե մնալ դեմ 40 օրն էլ ստի մնամ, թաշկինակը այդ գերեզմանի հողից կապեց ֆեկալավ ասիս, թա ինչա նշանակա։ Էքնա ֆողեկին ազիս գերեզմանները գնացինք եկանք ու թրապի խոպան, դամաշնիկները կապովի բան, ոնց որ մի ցիգան, հա։ Այդ ոտի այդ բաներն էլ սենց դուսպրծած էր, դամաշնիկներս հակավ, սիրուն ծաղեկով դամաշնիկնի ունեի, երկու զույգն էլ տենց հակավ ռախիտիկ դարավել իր պտի տեղերը, սաղսը հեժև էր, երկուսն էլ տվի իրան ասի, ես չեմ հակնի, դարտը կհակնես։ Մի զույգ ոտնամաններով չբավարարվեց, Անիչկա տատը տան եղած չեղածից մեծ բաժին հանեց 40 տարի, ամուսնուն իրենից խլած ասել է, թե երջանկությունը խլած կնոջը։ Թող իմանա ես այդպիսին եմ ասաց տատն ու չչարացավ, ոչ իր դժվար կյանքից, ոչ ամուսնու սիրեկանին ներկայությունից եւ ոչ էլ գյուղի բամբասանքներից ու աշխարհի խռովությունից։ Էլ արաղով ինքը խմեր ազիս, հա։ Արաղով, բամբաներկով, բանով էլ ճամփու եմ դրել, ասել եմ աչքը թող ետ չլի, թող շորեր, դամաշնիկնի, բան, ազիս, գիշերանոց, բոբիկ, տկլոր եկել էր, քիրս վեկալավ, ստիպլա շատ կից ուզեր վրանի, ջղային քույրիկ ունեմ էլի, ինձան 3 տարով մեծ գուլակարակ ամուսնացած, տեքոր տանցմա, մինը ծեծել էր տեքորը, լապատկեն վեր էր կալել գնացել կռվել, որ դու ինչ իրավունք ունես իմ տեքորը ծեծես, այ թավուր ասես։ Են ասնի, ասավ, այ Անիկ, ոնց ես տանեմ, քու դուշմանն եկել աստի մարդիդ խլել բան, ընտանիքդ քայքայելա, դու սրան ոնց ես, արաղ դնում հետո, ես ես անում են իսան, դու միստիան վեք չեմ սպանեմ էլի, վայ ասի ազիս ճան, չէ, ասում եղտ ես անում ասի, չէ, իրա խոդով կգնաս, ծավոտ տանեմ, տենց բան մի արա։ Վրաստաններ մասմա ящикների մեջ անգնեմ փայավակը լափան։ Բա ազիս ջան։ Դա թեստեր էլի թավուր ազիս։ Դա չէ։ Հլա ես երկարել ապրելու եմ ազիս ջան։ Իմ բնավորությունով, իմ արարքով։
Իմ գնահատականը բոլոր տալիս են Ազիջան, որ ես ասկի ասում եմ, մի ասի դու 85 տարեկան ես, քան չկաս, ձեռես առնում ես։ Առողջության ու առույգության բանաձևը ոչ միայն լավ տրամադրությունն է, այլ լավ գենետիկան ենթադրում է տատը։ Մայրը 100 տարին բոլորել է առողջ ու թարմ տեսքով։ Կանացիությունը երբեք չկորցնող տատը հողի հետ ծանր աշխատանքից հետո էլ խնամված տեսքը պահպանում է։ Ամեն գարնան էլ լցվում նոր ուժով ու եռանդով։ Ազիջան, ուրախանում եմ, որ օրերը սենց լավն ալեմ, գոնե բան չի լմելի, անձրևային օրերը մի ձևի մթնդած ալինեմ, բայց էլ ինձ աշխուժեն պահում ցավը տանեմ, հա, չի կարելի ազից մրթնած, բան, ինչի համար, խի, թողենա, պայծառ օրը լի, ուրախ ժպիտով դիմավորենք ամեն ինչին, նեղ օրվա բաներն էլ պիտի ծիծաղով ժպիտով դիմավորվի, ինչի համար Ազիջան, 100 տարի ապրեմ չենք մեռնեմ ջանիդ, կյանքը առանց սերի հավասար է զերոյի, կին ընտրի որ ճակատիդ հարմար լինի, մեկին սիրի, լավին սիրի, շատ սիրի, ու ծնողը թանկագին է, բայց ընկերն անգին է, կմոռանաս ընկերոջը, չմոռանաս ծնողիդ։ Քաղցր բառերով օգտագործվի, էլի Ազիջան, երկու հոգի, որ ընդեղ կռվելուսին էլ ընկնում եմ ասում, բալիկ ջան, ինչի եք կռվեմ, ցավը տանեմ, իրար սիրեք, ձեռք տվեք, համբյուրեք իրար Ազիջան, չի կարելի։ Ու լսում են ինձ Ազիզ, անունս դրել են քաղցր տատիկ։ Մեկին կաֆետ եմ տալի, մեկին քաղցր բառերով։ Մեկի սիրտը քաղցր կոնֆետով, մյուսինը քաղցր խոսքով է շահում տատը, որ գյուղի քաղցրալեզուն է ու նաև իր երգով չի ալարում քաղցրացնել գնացող եկողների կյանքը։ Գառնան ծաղիկ ես, ծաղիկ հոտավետ, հոտդ բուրում է անուշ հովի հետ, գարուն է լցրել քեզ իր շողերով, բելբելն է երգում անուշ տաղերով, բացարալեզուտ լոկմի բարասա, ջերով չի մարիլ, ինչ կրակեսա, բացարա սիրտըտ թող ապրենք էլի, դարձիր հավասուն, չքնաղ սիրելիս։ Թոշակառուի կենսակերպի հետ չի հաշտվում Անիկ տատը, միաժամանակ երկու տեղ է աշխատում, հող մշակում, թռչուններ պահում, հարդարված, ներկված մազեր, շրթներքի վառ երանգներ, սա պարտադիր է, ասում է տատը։ Այս ամենին ավելացնում է լավատեսությունն ու ժպիտը ու ստացվում է առողջության ու երկարակեցության բանաձևը։ Ինչքան էլ ուզում եմ վատ բանալի ժպիտով դիմավորի ցավը տանեմ, նա երիտասարդացնեմ Ազիջան։ Ես սիրում եմ հարևանս շատ ունենա, ուրախ լի, երջանիկ լի, ընտանիքով հանդերձ, ես էլ նայեմ ուրախանամ, բոլորովին ինձ բան չունեմ, թող աշխատեմ, ես էլ իրան հարցնեմ, ոչ թե նախանձեմ, նա ունի, ես չունեմ, այդ են ցավ տանեմ։ Ես ցանկանում եմ բոլորն առողջ ապրեն Ազիջան, մեկը մեկին գնահատեն Ազիջան, չնախանձեն ցավը տանեմ, նախանձը վերանա ցավը տանեմ, հոգեբանությունը մաքուր լի, սերով լի, չասեն նա հարուստ է, ես քյասիբ եմ, թող աշխատեն իրանք էլ հասցնեն հարստանան Ազիջան, ոչ թե նախանձեն, թող իմ հարևանությունը բոլորը լավ ապրեն, առողջ ապրեն, ունևորել են մի բանս էլ պակասելի, ասեմ ես բանը չունեմ, իրանք մեծ սրտով կնվիրեն Ազիջան, պետք է թենց լես, բարի համբյուրը լես Ազիջան, բարի կամեցողը լես, մեռնեմ քեզ, այդ հենց է պետք է։ Լավատեսությունը երբեք չկորցնող տատի խրատներն էլ բարության ու սիրո մասին են, իսկ նրա մեղմ ու նուրբ ձայնը իսկապես հրաշքներ է գործում, գյուղի խոսք ու զրույցները, անախորժությունները արագ հարթվում գնում են։ Այնպես որ բարության ու ներողամտության իրան սահման կարողությունը զարմացնում է նաև համագյուղացիներին։ Երեխաներս սիրում եմ, անմս դրել են քաղցր տատիկ, այս յանց ընկերում ասում եմ Ազիջան, սպասի կաֆե տամ, լիվայ թե չեպիս կայել, սեպամ եմ Ազիզ, երեխեքի բաժանում եմ, ապրես ցավը տանեմ։
ումա պետք ազից, մռտնած գեդնին նայեմ, սկանım չես, քեզ են նայեմ, թե գեդնի, չի կարելի, դե պայծառել ես ազից, լուսավոր, կեսուր, պատրոն, սաղ, բոլորը սիրեին ինձ ազից չան, ես մեծամասնիկները պարավտատիկներին բանդկեին մեր տուն տելևիզոր բան նայեինք, առաջ տելևիզորը մենք ենք ունեցի ցավտ տանեմ, մարդս դեն վագողել էլ ես էլ երկող սաղկեին բարեկամությունը բան, սաղի ոտերը լվանեի, կոշիկները լվանեի բան, որ հակնեն կնան, ազնվության, խոնար ու հես հապսեմել էլ ասիս չան։ Ենքան հեզ, որ եթե ուրիշները միայն տան տղամարդկանց հետ էին չխոսկան, անիչկան անգամ իրենից տարիքով փոքր տալոջ հետ էր չխոսկան։ Ազիս տալիս հետ յանի թե խռով էի, բան էի, խոնար էի, չէի խոսում, ականջին բան ասեի, ծապտեին, ծիծաղեին ասեին, էնա խոսում ես էլի։ Ոնց ուզում են իրանց սրտով բան, տենց էլ ապրում են, բան մի լավը չի, դավա էլի, ազատությունա, ոնց որ կապանքներով պահվեն, ջահել հարցները բանն էլի։ Խոսել եմ ազի չան, բայց որ երեխայմ ունեցե, սենց ծածկոց ունեի, ասեղնագործած, սենց կցեի, որ երեխուն կուրս կտամ, կեսուրս չտենա։ Ու տենց խոնար հարսեմ եղել ազիս, չի նկատել, որ ես կուրս կեմ տալի կամ կեսուրիս մոտիմ երեխեքին պաչացել չկամ ազիս, այդ տենց խոնար եմ եղել ցավտ տանեմ։ Առաջներ եմ տենց ամոթ էր ազիս, որ մեծի մոտ համբյուր ես, քուրեխուն բան, իսկականից, ես ամաչել եմ թոթոլ սիրում երեխեք եմ ունեցել, երկու տղա, երկու աղջիկ ազիս չան, բայց խոնար եմ էլ քաշվել եմ, որ իմ կեսուրի կշտին իմ երեխեքին համբյուր եմ, չախալ սիրում, լավ երեխեք եմ ունեցել։ 4 զավակ, 16 թոռ ու 26 ծոռ ունի Անիկ տատը, բայց Ագարակի բոլոր երիտասարդներին իր թոռներն ու ծոռներն է համարում։ Նրանց ու բոլորին քաղցր կոնֆետներ ու խոսքեր է բաժանում, բարություն փոխանցում։ Բարություն, որ մոռացնել է տալիս տխրությունը, քաղցրացնում կյանքը։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ագարակից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։